Մեծարգո վարչապետ, ազգային ժողովի հարգելի պատգամավորներ, հարգարժան պարոնայք նախարարներ, կառավարության հարգելի ներկայացուցիչներ, դիվանագետներ, սիրելի գործընկերներ եւ հյուրեր, ուրախ եմ այսօր ողջունելու ձեզ հանքարդյունաբերական Հայաստանի ֆորումում։ Մեր ֆորումը արդեն երկրորդ տարին է, համախմբում է ամբողջ մեր ոլորտի ներուժը, այն մարդկանց, ով ամեն օր աշխատում է ավելի հզոր, ավելի ժամանակակից եւ արդյունավետ հանքարդյունաբերություն ունենալու նպատակով։ Նախ առանձին շնորհակալություն եմ հայտնում մեր բոլոր հովանավորներին, այդ թվում գլխավոր հովանավորներ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին եւ Լիդիան Արմենյան գործադիր տնօրեն Հայկ Ալոյանին։ Քանի որ հանքարդյունաբերությունը եւ վերականգնող էներգետիկան դա համաշխարհային տնտեսության ապագայի հիմքն են, մենք մեր այսօրվա ֆորումի թեման էլ ընտրել ենք այն միջազգային միտումները եւ Հայաստանի զարգացման ներուժը, որոնք կապված են այս կարևորագույն ոլորտների հետ։ Հանքարդյունաբերությունը Հայաստանի տնտեսության հիմնասյունն է։ Մենք այս խոսքերը շատ ենք լսել, բայց արդյոք դա այդպես է։ Հայաստանում արդյունահանվող 3 հիմնական մետաղները՝ պղինձը, մոլիբդենը եւ ոսկին, նրանց պահանջարկը միայն աճելու է եւ դրանց նշանակությունը համաշխարհային շուկաներում։ Ըստ բոլոր կանխատեսումների, պղնձի նշանակությունը ավելի մեծ է դառնալու, քան նավթի նշանակությունը։ Այսինքն կատարվելու է կարևորագույն անցում նավթի դարաշրջանից տնտեսական իմաստով դեպի պղնձի դարաշրջան եւ մոտ 1-2 տասնամյակի ընթացքում պղնձի համաշխարհային շուկայի ծավալը ավելի մեծ է լինելու, քան նավթի շուկայի ծավալը։ Մոլիբդենի պահանջարկն էլ է միայն աճելու, իսկ ինչ վերաբերում է ոսկուն, արդեն այսօր մենք տեսնում ենք ինչ գերազանց ոսկու գներ են համաշխարհային շուկաներում եւ ոսկին եւս մեկ անգամ ապացուցում է, որ անփոխարինելի մետաղ է որպես կայունության հանգրվան։ Եվ միայն այս 3 հիմնական մետաղների հաշվին 5-6 տարի հետո Հայաստանի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետության հանքարդյունաբերությունը կարող է ունենալ 3 միլիարդ դոլարից ավելի արտահանում։ Այսինքն այդ արտահանումը ավելի շատ կլինի, քան ամբողջ Հայաստանի արտահանումը 2021 թվականին։ Ինչու ենք անում այդ համեմատությունը 21 թվականի հետ, որովհետև 21 թվականից հետո շատ մեծ աճ է գրանցել վերաարտահանումը, որը շատ չնչին նշանակություն ունի ավելացրած արժեքի տեսանկյունից։ Այսինքն մեր ոլորտը ունի այն հսկայական արտահանման ներուժը, որ համարյա թե ուրիշ ոչ մի ոլորտ նույնիսկ նմանատիպ ներուժ չունի։ Եվ այսօր ինչ ենք արտահանման մասին տենց նշեցինք, որովհետև ուզում ենք նշել, որովհետև հիմա եթե տեսնենք բոլոր համաշխարհային տնտեսությունները կռիվ են տալի իրանց արտահանման ցուցանիշները բարելավելու համար։ Օրինակ ԱՄՆ-ի պես գերազոր տնտեսություն ունեցող երկիրը ամեն ինչ անում է, որ իր արտաքին առևտրի հաշվեկշիռը բարելավի։ Այդ թվում արտահանելով ահռելի քանակով նավթ, բնական հեղուկ գազ եւ պղնձի խտանյութ։ Իսկ մեզ Աստված այդ հնարավորությունը առատորեն շնորհել է։ Այսինքն ընդհանրապես պետք է խելամի ձևով օգտվել այդ հնարավորություններից եւ մի քանի տարի հետո կարող ենք ունենալ արտաքին առևտրի դրական հաշվեկշիռ եւ դրանով իսկ ունենալով հզոր տնտեսություն եւ բնակության կենսամակարդակի բարձր որակներ։ Բացի հանքարդյունաբերությունից նմանատիպ ներուժ ունեցող հաջորդող ոլորտներից է վերականգնվող էներգետիկան եւ այսօր մենք նաեւ կխոսենք վերականգնվող էներգետիկայի մասին։ Ընդհանուր առմամբ ֆորումի քննարկումները լինելու են բազմակողմանի եւ տարբեր տեսանկյուններից, այդ թվում ներդրումային առումով, ընդհանուր տնտեսական ազդեցության խթանման տեսանկյունից եւ նաեւ հանրային ընկալումների, բնապահպանական եւ
կայուն զարգացման խնդիրները։ Եվ առավել եւս կարևորելով այդ վերջին երկու թեմաները, մենք ֆորումի մի ամբողջ օր նվիրելու ենք այդ թեմաների քննարկմանը։ Նաև ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել մեր միջազգային հյուրերին, որոնք այսօր այստեղ են մեր հետ կիսվելու միջազգային լավագույն փորձով, եւ բոլորիս մաղթում եմ արդյունավետ աշխատանք եւ բարի ընթացք։ Շնորհակալություն։